Եթե մենք պետք է ամեն մեկը մի տարբեր ուղղություն վերցնի Արցախի հիմնարկի վերաբերյալ, շատ ավելի վտանգավոր կլինի, որովհետև Արցախի հիմնարկը այն խնդիրը չի, որ հայությունը ունենա այսպես բևեռացված մոտեցումներ։ Միջազգային հանրությանը, եթե մենք դիմել ենք որպես տրիցեյսկի սուդյա, այսպիսի հասկացություն կա։ Եթե մենք դատավորին ենք դիմել, ուրեմն պետք է դատավորին ներկայացնենք մեր լուրջ փաստարկները։ Այս է իմ պատկերացումը եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր կուսակցությունը անգամ ազգային ժողովի նախագիծ, որոշման նախագիծ էր ներկայացրել, որ ճանաչել օրինականությունը։ Խոսքը գնում էր նրա մասին, եկեք ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Մինչև չճանաչեք, որ նա օրինական ճանապարհով է դուրս եկել, չեք կարող նրա անկախությունը ճանաչել։ Առավել եւս, որ դուք միշտ գործել եք որպես միացում գաղափարով, այսինքն նա Հայաստանի մասն է։ Հատկապես սահմանական բարեփոխումներից հետո, երբ որ մենք անցնում ենք պարլամենտական կառավարման մոդելի, մենք ընտրելու ենք իշխանություն, ով կլինի մեծամասնություն, ով կլինի նույնիսկ ընդդիմություն, կարևոր չէ, բայց մենք ընտրելու ենք իշխանության մի թև, որը կոչվում է օրենսդրական իշխանություն, որը պետք է ապահովի մեր օրենսդրական դաշտը, փոփոխությունները եւ դրա հետ միասին նաեւ վերահսկողություն կատարի գործադիրի վրա։ Բնականաբար իրանք էլ պետք է պատասխան տան, թե 5 տարի ինչ ծրագրով են եկել, ինչ քայլեր են ձեռնարկելու, ոնց են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը։ Ես կհամարեմ նույնիսկ ազնիվ, թե մարդիկ գան ասեն, որ 5 տարվա մեջ մենք, չգիտեմ, կարող ընդամենը 1 միլիմետր առաջ գնանք, բայց դա կլինի մեր փոխանցումը հաջորդին։ Արցախյան հիմնախնդիրը սերունդների խնդիր է։ Մենք պետք է պատրաստ լինենք սերունդեսերունդ կարողանանք մեր հայկական շահերը առաջ տանենք։ Եվ այդ առաջ տանելու համար մենք պետք է կարողանանք նպաստենք շատ հարցեր, որոնք միգուցե առաջի հայացքից այդպես էլ կապված չեն Արցախյան խնդրին։ Դա հզոր տնտեսական զարգացումն է, դա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, դա արդար հասարակության ձևավորելու խնդիրներն են, դա այն ամենակարևորն է, որը մեզ պետք է ձևավորի այն պաշարը, որտեղ մենք պատրաստ պետք է լինենք, հասկանալով ովքեր են մեր թշնամիները եւ ինչ մոտեցումներ ունեն, դիմակայելու նրան, որ մեր հայկական շահերով փոխանցենք հաջորդ սերնդին։ Մի քանի անգամ էլ նաև ասել եմ, իսկ ով է ասել, որ պետք է մենք շտապենք որ հարցի լուծում տանք, հա, կարող է 3 սերունդ հետո ավելի լավ լուծում են գտնելու։ Պետք է նախ եւ առաջ Ադրբեջանին զրկել որևէ մի հավակնությունից, համարել Արցախը իր անկախտելի մասը։ Այսինքն ճանաչել, որ այդ դուրս գալը Արցախի, լինի դա ԼՂՀ-ի, լինի դա հետագայում, այն վեճի մեջ, որը սկսել է Ադրբեջանը եւ տանուլ է տվել, այն մասը, որը Արցախը կարողացել է վերադարձնի, թողնելով մի այլ մաս առայժմ Ադրբեջանի ոչ օրինական, բայց սուվերենության ներքո, ահա սրա մասին է խոսքը։ Երեք տարօրինակ է, երբ որ հանրապետության ղեկավարը հայտարարում է, որ եթե մենք անգամ այդ միտքը կա 7 տարածքները վերադարձնենք, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը իր իմաստը կկորցնի։ Ես հիմա չեմ ուզում անգամ մեկնաբանել դա, որովհետև եթե դուք պատկերացնում եք, որ 7 տարածքով վերադարձրեցիք եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը հարգվեց, այդ պարագայում եկեք հասկանանք, թե միջազգային իրավունքի նորմը ինչ է թելադրում այդ տեսանկյունից։ Եվ եթե այդ բոլոր ներբություններին չեք տիրապետում, եթե դուք այդ ամբողջը չեք հասկացել, թե վերջապես ոնց կարելի է հիմա ընդհանրապես քննարկել տարածքային ամբողջականություն Ադրբեջանի։ Ինչ է, մենք ընդունում ենք, որ մենք դա խաթարել ենք, այսինքն մենք ագրեսոր ենք։ Մենք պետք է հստակ ասենք, չէ, որ դա եղել է ազգային ազատագրական պայքարի արդյունք, դա եղել է պատերազմի արդյունք, որը հրահրել է Ադրբեջանը։ Եվ ես արդեն տասնյակ անգամ կրկնում եմ այդ միտքը, ցանկացած պատերազմ ավարտվում է պայմանագրով, ընդհանուր մի ամբողջական պայմանագրով խաղաղության մասին։ Սրա մասին պետք է խոսել։ Հենց միջազգային հանրության կողմի խնդրանքով է, որ Հայաստանը դե յուրե, դե ֆակտո ճանաչված Արցախը դե յուրե չի ամրագրել, որ այդ բանակցություններում լինի ոնց երրորդ կողմ ներգրաված։
Թե ինչի է դա միջազգային հանրությանը պետք, ինձ դա մի քիչ այլ հարց է, դա կարանք այլ ձևով քննարկենք։ Բայց մենք պետք է նաև սովորենք մեսիջները փոխել միջազգային հանրությանը, որ այլևս մեր երեսով մի տվեք, ճանաչել եք, չենք ճանաչել։ Լավ էլ ճանաչել ենք, լավ էլ պաշտպանենք, լավ էլ պետք եղած ժամանակ ստեղից ցանկացած հայ վերկեքինը կգնա Արցախում այդ առաջնագիծը եւ սահմանը պատկերացնում է ինչ իր տան անվտանգության սկիզբը, եւ հերիք չի նույնիսկ Արցախն ու Հայաստանի զինվորները պաշտպանում են եվրոպական անվտանգությունը։ Առաջնագիծն է եվրոպական անվտանգության։ Մենք մեսիջների փոխելու խնդիր ունենք եւ ճիշտ տեղեկացնելու, թե ինչ ենք մենք անում։ Առաջի հայտարարությունը, որ եղավ 3 կուսակցությունների կողմից, այդ խնդիրը նույնպես արձարծված է։ Սեյրան Օհանյանը առանձնահատուկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման եւ ընդհանրապես այդ գործընթացի վերաբերյալ առանձին հայտարարությամբ հանդես եկավ։ Մենք հիմա վերջնական, երբ որ ձևավորենք արդեն եւ դաշինքը եւ նրա նախընտրական ծրագիրը, դուք այդ բոլոր սկզբունքները այնտեղ կտեսնեք եւ մենք դուրս կբերենք արդեն մեր ժողովրդի դատին եւ քննարկենք բոլոր հանրության հետ ինչքան հնարավոր է լայն քննարկենք այդ բոլոր սկզբունքները։ Իսկ որպես լրացում այդ սկզբունքները ՀՀԿ-ի սկզբունքներից տարբերվում են։ Դե Ինչ այժմ ունեցած։ եթե կարդացել եք, ապա այո, եթե իմ խոսքը լսեցիք, կարծում եմ, որ այո տարբերվում է։ Այսօրվա բանակցային գործընթացը, որը գնում է Մադրիդյան սկզբունքներ անվան տակ, մեզ համար անընդունելի է, որովհետև անգամ այն հանգամանքը, որ Մադրիդյան սկզբունքները թույլ են տալիս ինչ որ ապագայում որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա բավարար չի ոչ մի կերպ, որովհետև Ադրբեջանը դրանից միայն ու միայն լկտիանում է օրորի։ Մենք այդ հարցը պետք է դնենք առաջնայինը։ Եվ բացի դրանից կարգավիճակը էլի նորից խոսել դրա մասին, որ եթե մենք կարգավիճակ ունենանք, տարածքները հետ կտանք, սա երկրորդ անհետեթությունն է։ Այո, մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնարկի խնդիրը եւ ես կարող եմ ձեզ ասել, որ եթե Սեյրան Օհանյանի մոտ ես ունենայի որևէ մի տարբերություն մեր մոտեցումներում, դժվար թե մեր այդ միասնությունը կայանար։ Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը, ես կարծում եմ, որ այո, մենք քննարկել ենք որոշակիորեն, հիմա էլ կշարունակենք այդ քննարկումները, դա մանր-մունր մոտեցումներ են կփոխվեն։ Համաձայնությունը կա, եթե գլխավոր հարցի շուրջ համաձայնությունները կան, եւ ես ասում եմ, որ դա կարտահայտվի համապատասխան փաստաթղթում։